Բարի լույս, բարև երկիրը շարունակվում է, այսօր սպորտային է, հաղթանակների մասին է, որով ոգևորվում ենք թե մենք, թե դուք եւ ասենք, որ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ապրիլի 20-ից 26-ը անցկացվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Սուրեն Աղաջանյանը դարձավ հունահռոմեական ըմբշամարտի արծաթե մեդալակիր։ Այո, եւ հենց այդ արդիվ էլ մեր տաղավարում հյուրընկալել ենք, ինչպես արդեն նշվեց, Եվրոպայի փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանին։ Բարի լույս։ Բարի լույս, Սուրեն, բարի գալուս մեր տաղավար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ինչպես եք։ Լավ, մերսի, դուք ինչպես եք։ Շնորհակալություն։ Լավ, հետաքրքիր է ինչից է, որ հայ մարզիկները մեդալակիր, բազմաթիվ այսպես մեդալներով ու հաղթանակներով ծանրաբեռնված վերադառնում են, բայց միևնույն է միշտ շատ համեստ են։ Դե ինձ նկատելի է։ հա, համեստությունը յուրաքանչյուր մարզիկի համար շատ կարևոր է, քանի որ հաղթանակից հետո արդեն ավելի շատ կենտրոնանում են ոչ թե նրա տիտղոսների վրա, այլ մարտտեսակի։ Հրաշալի պատասխան։ Այո, կասեք, բացի մարտտեսակ կոփելուց հաղթանակի ճանապարհին, ինչ ճանապարհ եք դուք անցել որպես մարզիկ եւ ինչպես հասաք հենց այս հաղթանակին։ Դե իհարկե շատ երկար ու դժվար ճանապարհ է։ Մոտ 13 տարի արդեն զբաղվում եմ ըմբշամարտով։ Իհարկե բազմաթիվ դժվարություններ, վնասվածքներ, պարտություններ, հիասթափություններ եւ ի վերջո ինչ որ մի օր արդեն հասնում ենք այն կետին, որ կարողանում ենք բարձունքներ գրավել։ Հենց այս առաջնությունից նաև Սուրեն փոքր պատմեք, ամենաբարդ պայքարը որն էր ձեզ համար, իհարկե նաև կանդրադառնանք, թե ինչպես ջախջախիչ հաշվով պարտության մատնեցիք ադրբեջանցի ըմբիշին, առհասարակ ձեր տպավորությունները։ Անցկացրեցի 4 գոտե մարտ, մինչև եզրափակիչ բոլորին ժամանակից շուտ կարողացա հաղթել, բայց եզրափակչում երևի ավելի շատ տակտիկական սխալի պատճառով ցավոք սրտի հավասար հաշվով զիջեցի Սերբ մարզիկին եւ այս անգամ բարարվեցինք արծաթով, հուսանք որ սա ավելի առաջ կմղի, որպեսզի հետագայում ավելի լավ պատրաստվենք եւ ոսկու հետևից գնանք։ Իսկ ասեք, դուք հաղթանակ տարաք ադրբեջանցի ըմբիշի հանդեպ 8-1 հաշվով։ Սովորաբար ձեզ համար կա տարբերություն դիմացինը ինչ պետություն է ներկայացնում, դրանից ավելի ոգով փոխվում եք։ Իրականում այդքան էլ մեծ տարբերություն չկա, որ ասեմ ընդհանրապես չկա սուտ կլինի, բայց եթե այդպես նայենք, ուրեմն պետքա բոլորի դեմ տրամադրվենք այնպես, ինչպես ադրբեջանցի է, ինձ թվում է։ Որովհետև բոլորին ուզում ենք հաղթենք, հա։ Կասեք ձեզ համար այս ճանապարհի, քանի որ խոսեցիք 13 տարի զբաղվում եք, միջև դե դուք ասում եք ձեզ համար ափսոսավոր արծաթ է, քանի որ ոսկի իհարկե կուզեիք, դեռ սպասվում են ոսկիներ, կասեք միջև այս երբ որ կհասնեիք արծաթի, ով էր ձեզ համար օրինակ, երբ որ փոքր տարիքից նայում էիք, ովքեր էին ձեր ոլորտում ձեզ համար օրինակներ։ Դե փոքր տարիքից բնականաբար ինչպես բոլորը, այնպես էլ ես հետևել եմ Արտուր Ալեքսանյանին, Միրան Հարությունյանին եւ այդ անունների շարքը ինձ թվում է շատ կարամ թվարկեմ, նրանցից հետո արդեն Ամոյան Մալխասն է, որ ամբողջ Եվրոպան եւ աշխարհը գրավում է ու ոչ մեկ անգամ։ Ու հիմա կարծում եմ, որ քիչ-քիչ ես էլ եմ մոտենում այն մակարդակին, որ ինձ էլ փորձեն ինչ-որ չափով նմանվել։ Հետագա սերունդն է։ Իսկ ասեք, առիթներ ունենում եք ձեր նշած մարդկանց հետ, ովքեր այսպես ոսկե տառերով գրեցին իրենց անունը սպորտի ոլորտում, հասցնում եք շփվել, տակտիկական սխալները քննարկել, ինչու՞ չէ։ Դե հա, միանշանակ մենք բոլոր մրցաշարերին միասին ենք պատրաստվում, հավաքներին միշտ միասին ենք։ Դե կարելի ասել, որ հա, մեզ մոտ միշտ ընկերական միջավայր է եւ սխալների ուղում իրենց հետ միշտ անում ենք, եթե ինչ-որ հարցեր լինում են, անպայման դիմում ենք։ Խոսքով, հա, էլի նորմալ շփման մեջ ենք միշտ բոլորս։ Սուրեն, այս առաջնությունում որն էր ամենադժվար գոտե մարտը ձեզ համար։ Դե ամենադժվարը բնականաբար եզրափակչին էր, որ մինչև վերջ պայքարեցի, բայց չկարողացա հասնել հաղթանակին, բայց մնացած հակառակորդներս էլ էին շատ լուրջ հակառակորդներ, քանի որ Եվրոպայում
այսօրվա դրությամբ երևի ամենալուրջ ազգերն են, էլի, ադրբեջանցիները եւ ռուսները։ Իսկ կա որևէ ըմբիշ, որին երազում եք հաղթել մի օր, գոտեմարտել հետը եւ անպայման հաղթանակ տանել։ Դե երազել ասվածը մի քիչ այն չի, բայց Կպայքարեք, որ այդպես լինի գուցե։ դե հա, ինձ թվում է, որ բոլորին էլ ի վիճակի եմ հաղթել։ Ուղղակի կարա ինչ-որ բանի ստացվի, ինչ-որ բանի չստացվի, դա էլ արդեն սպորտային բախտ կարելի է համարել։ Իսկ ասեք, արդեն վերադարձից հետո ինչ փուլ է ձեզ մոտ, ինչով եք զբաղվում, հաջորդիվ ինչ քայլեր ունեք անելու։ Դե հիմա հանգստի մեջ եմ դեռ։ Շուտով կվերսկսեմ պարապմունքներս, քանի որ շատ ծանրաբեռնվեցի վերջին շրջանում, նաև մոտ 1 ամիս ու կես առաջ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանն էի մասնակցել, որտեղ կարողացել էի չեմպիոն դառնալ եւ հոգեբանական առումով մի քիչ շատ ծանրաբեռնվեցի այս շրջանում։ Հիմա հանգստանանք ու էլի սկսենք մարզումները, տենանք հավաքականի մարզիչները ինչ կորոշեն աշխարհի առաջնություններից առաջ։ Սուրեն, եւ մի այսպիսի հարց ավելի ընդհանրական, հատկապես այն փոքրիկ երիտասարդ կամ հեռուստադիտողների համար, ովքեր կուզենան մի օր զբաղվել ըմբշամարտով, այ ձեզ համար, հա, կոնկրետ այս մարզաձևում ինչն է յուրահատուկ, ինչն է կլանող, ինչն է գրավիչ։ Դե ըմբշամարտը միշտ առանձնացել է նրանով, որ ըմբիշները իրար հետ միշտ ընկերություն են անում։ Տենց արտահայտություն էլ կա, որ ասում են բառեսները սպայկա են։ Եվ բացի ֆիզիկապես կոփվելը, նաև մարդ տեսակա ձևավորվում լավ։ Ու մարդկային լիքը բարձր արժեքներ ենք ձեռք բերում էլի սպորտի մեջ։ Իսկ դուք արդեն բացահայտել եք ինչու են ըմբիշները այդպես միաբանված, ինչպես դուք ասացիք, այո։ Չգիտեմ, կարծում եմ, որ այդքան ճանապարհը, որ միասին անցնում ենք, միասին այդքան քրտինք ենք թափում, միգուցե դա էլ է նպաստում եւ կարծում եմ, որ ըմբիշներին մենակ ըմբիշներն են շատ լավ հասկանում։ Հետաքրքիր է շամարտը իհարկե բարդ սպորտաձև է, բայց ուրիշ հետաքրքրություն, որը ձեզ կտրում է մի պահ սպորտից, որովհետև կարծես թե երբ լսում ենք, ձեր օրը սկսվում ավարտվում է սպորտով, ունիք նախասիրություններ, որոնք շամարտից դուրս են, ու այս հանգստի շրջանում հենց դրանք կգան առաջին պլան։ Ճիշտ եք ասում, մենք միշտ մարզման մեջ ենք, կամ եթե չենք մարզվում, ուրեմն հանգստանում ենք, որ սկսենք մարզվել։ Մտածելով մարզվելու մասին։ Մեր օրը հիմնականում այդպես է անցնում, բայց շատ եմ սիրում քաղաքից դուրս այդ աժոտաժից կտրված, բնության գրկում հանգստանալ Եվ լավ երաժշտություն լսել։ Լավ երաժշտություն լսել, համը բաներ ուտել։ Ինչպես յուրաքանչյուրս էս։ Յուրաքանչյուր առողջ մարդ, այո։ Սուրեն, շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար։ Մենք քանի որ մարզասեր ենք, բայց պրոֆեսիոնալ գուցե աչքով չկարողանանք նայել, եթե որևէ հետաքրքիր դրվագ կուզենաք պատմել, մենք դա չենք նկատել առաջնությունից, խնդրում եմ կիսվեք մեր հեռուստադիտողների հետ։ Երևի ամենահետաքրքիր դրվագը իմ ու ադրբեջանցու գոտեմարտն էր, որովհետև նա գործող եւ կրկնակի Եվրոպայի չեմպիոնն էր, ինչպես նաեւ 1 քաշ վերև աշխարհի չեմպիոն էր եւ կարողացա այդպես տպավորիչ հաղթանակի հասնել նրա հանդեպ։ Շնորհավորում եմ բոլորից էր տպավորել, այո։ Եվս մեկ անգամ եւ այդ առիթով բոլորս շատ ուրախ ենք։ Հիշեցնենք մեր տաղավարում էր ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը, սիրելի հեռուստադիտողներ, այսօր ես եւ Դիանան պատրաստել էինք հնարավոր սպորտային եւ հաղթական եթեր, իսկ մենք կհանդիպենք քիչ անց։